Վատ նորություններ ունեմ Շանթ Հարությունյանի հետևորդների համար, այդ ֆոնի վրա գերագույն դեգեներատի հայտարարությունը մի խոսքով ու կապված, գիտեք երևի այդ արյան երդվյալների այդ կոմիտեի պահով ինչ նորություն կա, ընդ որ բարև ձեզ, ուրեմն արգելներս ես հիվանդ եմ մի քանի օր դրա համար, եթեր դուրս եկա ոչ բան, հիմա մի հատ հայտարարություն ունեմ, հետո անցնեմ այդ մնացած օրվա հերոսներին, էլի։ Ուրեմն, նայեք, մեր ազգը, որ ժողովուրդը սենց պառակտված է, դրա համար ես գտել եմ մեր հայրենակիցների մեջ մի հոգու Գյորգի Դերլուքյանին, ում հետ շատ կուզենամ դուրս գամ կապի։ Եվ հիմա սա իրան բաց նամակը ավելի շուտ էլի, ոնց որ բաց սենց դիմում եմ իրան էլի, բաց նամակի կարգով, որտև մեր քաղաքական դաշտում պարոն Դերլուքյան շատ կան դեգեներատներ, սենց պրոֆտեխ ուսումնարանի կրթությամբ պատմաբաններ ու խելագարներ, որ պարզապես մարդկանց ուղեղ ինչ հիմարությամբ ասես լցրել են։ Ու դուք մենակ կարող եք լույս սփռել այդ բոլոր խնդիրների վրա, ես հիմա ժողովուրդ ես կներկայացնեմ նրա կենսագրությունը, որ ոչ մեկի մոտ կասկած չառաջանա, որ եթե այս մարդը դուրս գա կապի եւ կամ այդ հարցերին ինքը պատասխանի, թեկուզ առանձին էլի, որ իր պատասխանը պետքա բոլորդ ընդունեք։ Հասկանում եք, որտեվ պարոն Դերլուքյան, մենակ դուք երևի կարող եք այսօրվա իրականության մեջ այս պառակտված հասարակությունը մի տեսակ համախմբել եւ սոսնձել, որ մարդկանց մոտ վերանան այդ կեղծ թեզերն ու կեղծ այդ պատմությունները, որ պարզապես բաց են թողնվել հայկական իրականություն, հասարակությունը պառակտելու համար իշխանությունների հենց կողմից, դա դեռ վաղուց արվել։ Ուրեմն, ով ծանոթ չի Գյորգի Դերլուքյանին, նա Միացյալ Նահանգներում դասախոսա պրոֆեսոր, մասնագիտությամբ սոցիոլոգ, պատմաբան, միջէթնիկական կոնֆլիկտների մասնագետ եւ կարելի ասել քաղաքագետ։ Հայկական եթերներում քիչ է եղել նա, ավելի շատ կապված ռուս-ուկրաինական մի քանի հատ բան եմ ես գտել, տենց եթեր էլի։ Նայեք, ինքը դասավանդում է, կամ դասավանդել է, ես իրենց բանն է, բնութագրի մեջից եմ հանել, Կորնելսկի ունիվերսիտետ Միացյալ Նահանգներ, Միչիգանի համալսարան, կրկին ԱՄՆ, Հյուսիս-արևմտյան համալսարան Չիկագոյի, ու հիմա կարծես ինքը դասավանդում է բանում, Աբու Դաբի Նյու-Յորքյան համալսարանում, կամ Նյու-Յորքի համալսարանում, Աբու Դաբի։ Այս մարդու պրոֆեսիոնալիզմի վրա դժվար թե ինչ-որ մեկը կասկածի, նա ռուսական ինչ-որ պրոֆեսոր չի, մասնագետ չի, դրա համար ես գտել եմ այդ Միացյալ Նահանգներից։ Դրա համար կխնդրեմ նրան դուրս գա կապի մեզ հետ, ես ունեմ կոորդինատներ կամ նրա միջնորդների միջոցով, որ սենց ասած համախմբմանը մեր հասարակության էլի ու հենց կապված այդ կոմիտեի գաղափարի հետ էլի, որ պետք է ժողովուրդը համախմբվի, պարոն Դերլուքյան, ձեր կարիքը շատ կա, սպասում եմ ձեր արձագանքին։ Իսկ հիմա անցնենք արդեն թեմաներին, որ շատ ժամանակ չխլեմ ձեզանից, գերագույն դեգեներատը, լավ, թողնենք առաջինը Շանթ Հարությունյանը, լսեք, Շանթ Հարությունյանը հրաժարվեց, ես Շանթ Հարությունյանի հետ չեմ խոսացել, խոսացել եմ նրա տղայի հետ, երևի տղան մանդատ ուներ հոր անունից խոսալու, ես Շահեն ջան, ես քո հետ խոսացել եմ, բայց ասեմ, անձնական ոչ մի բան քո նկատմամբ հայրիկից չունեմ, սա պարզապես քաղաքականություն է եւ սա իմ պրինցիպներն է, էլի, ես հայտարարել եմ, ով ժողովրդի հետ չի, նա կամ քաղաքական աղբա։ Հենց որ դուք
քո հայրիկը ընտրեց հենց այդ ճանապարհը, հասկանում եք, մարդ որ չի ուզում բարձրանա թռիչքի, ուզում է սողա, ուզում է գտնվի պարտվողների ցուցակում, թող մնա պարտվողների ցուցակում։ Ուրեմն նայեք ինչ հայտարարեցին, հետո մյուս օրը նույնիսկ Շանտն հայտարարեց իր հաջորդ եթերում, որ ինքը երբեք ոչ մեկի հետ ինչ որ կոալիցիայի դաշինքի մեջ չի մտնելու։ Միգուցե մասնակցի ինչ որ ընդհանուր հայտարարությունների հետ ստորագրի, սենց ասած այդ հայտարարությունների տակ, բայց ոչ մի դաշինք ինքը երբեք չի գնալու։ Բայց գնում է ընտրությունների։ Ուզում է կատարի արժեքների հեղափոխություն։ Ես Շահենին էլ ասեցի իր տղային, ասեցի, բայց հայրիկդ պարտվելու է։ Ես էշի պես կզռամ, եթե ինքը ինչ որ մի բան հաղթի, էլի։ Ու այդ 10 միլիոն դրամը, որ պետք է ինքը, ասենց ասած, ներդնի այդ պայքարի մեջ մտնելու համար, էլի ազգային ժողովի։ Ու ինքը պատրաստվում է գնա ազգային ժողով ընտրությունների, ինքը պարզապես կորցնելու է։ Կորցնելու է, որտեղ ինքը այդ շեմը չի հաղթահարելու։ Երբեք թող ինքը դրա մասին չի երազի նույնիսկ։ Հենց որ դրա համար ես հիմա դիմում եմ Շանթ Հարությունյանին, դու խոսում ես արժեքների հեղափոխությունից, գաղափարներից, ավելի լավ կլինի այդ 10 միլիոն դրամը դու տանես ինչ որ մի Արցախից Փախստականի, որ տուն չունի ապրելու, էլի։ Դրա բնակարանային պայմանները լուծես, էլի։ Մի լավ բան անես կյանքումդ, էլի, մի օգուտ թողնես, որ ինչ որ մեկը գոնե, լրիվ օտար մարդ էլողլ է, էլի։ Քո կենացը միտեղ բարձրացնի, ասես մարդը բացի պոպուլիզմից եւ դեմագոգիայից գոնե մի լավ բան արեց կյանքում, էլի։ Ոնց որ ժողովուրդ ջան, ով իրան հավատում է կամ ով իրան դուք առաջարկում եք ինձ իր տեխնացությունը։ Այս մարդուն պետք չի հաղթանակ։ Այս մարդուն պետք չի օրինակ միանա ինչ որ մի հաղթող թիմի, ասենց ասած, ձևավորենք մենք թիմ, հասկանում եք, որի վրա ինձ աշխատում ենք, կան լավ լուրեր։ Մարդը որոշեց գնա միայնակ, որ այդ կրկին պարտվի, էլի, երևի մեր հայկական ֆուտբոլով է բան եղել, էլի, ոգեշնչվել մեր ֆուտբոլի այդ խայտարակ պարտություններով։ Մեր հայկական հայի համար արդեն պարտվելը դարձել է մի տեսակ օրինաչափ եւ միգուցե շփոթում են դրանք այդ օլիմպիական այդ գաղափարի հետ, էլի, որ ասում են կարևորը հաղթանակը չի, այլ մասնակցությունն է, էլի, օլիմպիական խաղերին։ Բայց դա քաղաքականությունն է։ Ու Շահեն ջան, էլ եմ ասում, ոչ մի անձնական բան չկա, սա պարզապես քաղաքականություն է։ Քո հայրը անցավ քաղաքական աղբանոց։ Նա իմ բոլոր ելույթներում նա կրկին լինելու է թիրախում, որտեղ նա ձայն փոշիացնող, իշխանությունների համար ծառայող, ում մասին հիմա կխոսամ, էլ ես։ Նա երևի ընտրել է արդեն իշխանական բան, էլի, հասկանում եք։ Իշխանության թելը թելով, ձայները փոշիացնող մի կերպար։ Վերջ, այսքանը Շանթ Հարությունյանի համար։ Այսա, մարդ, որ խոսում է արժեքների հեղափոխությունից, ես երբեմն մտածում եմ, էլի։ Ասում, այդքան տարին է բանտում անցակացրել։ Մի օր չբարձրաձայնեց, օրինակ, այդքան բարձր հարթակներից, էլի։ Հայաստանում կալանավոր, կալանքի մեջ գտնվող մարդկանց պայմաններից մի բառ չխոսած։ Չասեց նրանց բժշկությունից, նրանց նույն այդ ծանրոցները, որ գալիս են, տեսեք Վարդանը ինչքան էր բարձրաձայնում 20 կիլո մեջ ջուրնել են հաշվում, էլի։ Շատ կան խնդիրներ, որ երբեք Շանթ Հարությունյանը չունեցավ ինչ որ, տեսեք, արժեքների հեղափոխության է գնում։ Իրան ներքին արժեքներ իրան չթույլ տա չասեցին Շանթ, այդ մարդկանց հետ հացես, կիսել, գաղութ նստել ես, էլի։ Բա դու հիմա նրանց համար մի բան չանես, որ վաղը կարող է էլի գնաս նստես, էլի։ Դա այս է Շանթի արժեքները, էլի, նա նույնիսկ շատ անտաղանդ քաղաքական գործիչ է, որ պարզապես քաղաքական գործիչները ունեն դերասանություն անել, որ թեկուզ, որ, ասենց ասել, Սիրաշահի այդ կալանավորների, հարազատների եւ մտերիմների այդ սրտները գերի, նա կարող է այդ հայտարարություններ անել, էլի, բարձրաձայներ, պարզապես նրանց ձայների համար, բայց դա էլ չի արել,
հասկանում եք։ Այ մի խոսքով, պարզապես ինքը բանան, այ քաղաքական ծաղրացու է լինելու հաջորդ ընտրությունների։ Աջակցող եւ փոշիացնող ձայները այս պարտվողական այս իշխանությունների համար։ Շանթ Հարությունյան։ Նենց որ ժողովուրդ ջան, ինձանից ինչ ասում էր արեցի, человек, который рожден ползать, не может летать։ Հա։ Մարդը գնում անձությունների, որ պարտվում է։ Այսքան է կապված շանթի հետ։ Իսկ հիմա մի երկու բառս մեր գերագույն դեգեներատին հələ լսեք։ Դրա։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի երկարաժամկետ ուղեկիցներ, պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Վարչապետ Փաշինյանի ուղերձը հանրապետության տոնի առիթով։ Ինչ ասեմ, լսեցիք։ Ադրբեջանը խոսում է արդեն արևմտյան Ադրբեջանից է խոսում, արդեն հայտ է ներկայացրել Հայաստանի հողերի վրա, դեռևս կրակում է սահմանին, հասկանում եք, խոսում է 300,000 ադրբեջանցիներին Հայաստան տեղափոխվելու, բնակեցնելու, մի խոսքով այս մեր գերագույն դեգեներատը լսեք ինչեր է խոսում։ Հիմա դիմում եմ մեր ազգաբնակչության անասուն տեսակին, էլի այն որ կա կովի աչքերով, մեծ ականջներով, այս էշը որ խոսում է այս անասունը, սա նախընտրական բան է, սա արդեն նախընտրական քարոզներ է տանում, որ ինքը խաղաղություն բերող է, որ դուք գնաք իրան ընտրեք, այս է, Ադրբեջանը ուղիղ տեքստով հայտ է ներկայացել Հայաստանի հողերի վրա, լրատվամիջոցներով, տարբեր բլոգերներով, համաշխարհային տարբեր հարթակներում դա է արդեն առաջ տալու։ Իսկ այս մեր անողնաշարը պարզապես նախընտրական պայքարով է զբաղված։ Ու նայեք, ես չեմ զարմանա, որ սա այդ նախընտրական ինչ-որ դիվիդենտի համար, խաղաղության, ինչ-որ մի հատ, ոչ թե խաղաղության պայմանագրի, այլ ինչ-որ մի Ալիևի հայտարարության համար։ Պարզապես Ալիև ընդեղից մի բան ասի, որ ձեզ կերակրի, իբր սա ինքը գնում է խաղաղության։ Անկլավներն էլ կտա, միջանցքն էլ կտա, առանց որևիցե մի նախապայմանի։ Հասկանում եք, ես միջանցքին դեմ չեմ, եթե Հայաստանը այդ միջանցքով փող աշխատի։ Փող հարկեր տրանզիտի ու ամեն ինչի համար, գազի, նավթի այդ բաները, էլի, թող լինի միջանցք, ես դեմ չեմ, դա միջանցք չէ, էլի այդ ճանապարհը տան։ Բայց ոչ թե ինչ որ անվճար մի բոնուս, պարզապես մի թափանցություններ հաղթելու համար։ Ու սրան էս վիժվածքը պատրաստ է։ Այս աստիճան անինքնասեր, դե մեր քաղաքական դաշտին նայում ես այնա Շանթ Հարությունյան, Նիկոլ Փաշինյանը։ Դուր ասում է մի կոշիկի երկու թայ են, էլի։ Գնում է նրան պաշտպանի, Եվրոպա է գնում։ Տեսեք աշխարհը ոնց է խառնվել, կանգնած է 3-րդ համաշխարհային իշխեմին, 3-րդ համաշխարհային պատերազմի, սա լուրջ բան է, էլի։ Իսկ Շանթ Հարությունյանի զրույցներն է լսում։ Նիկոլին ես լսում այդ աննասունին, ասում ես, այսինց մարդկանց փափուկ բարձը դրեցին տակս, այդ Ադրբեջանը եկավ Կովկասյան հազոր բանակն ենք, իբր։ Գցեց այս օրը միջև մա շոկից դուրս չի գալի ժողովուրդը։ Այսքան էլ գերագույն դեգեներատին ասեցին մի քիչ սիրտս հանգստանա։ Իսկ ինչ որ կապված է կոմիտեի հետ, տեսեք, մարդիկ կան, որ տեղյակ չեն, ալիքը աճում է, ես զգում եմ նույնիսկ ինչքան ժամանակ է եթեր չեմ մտել, դիտումներ ու բաժանորդներ են շատանում, էլի սենց գալիս են, թիվը աճում է։ Տեսեք, հարգելիներս, ես դեռևս հələ մի երկու ամիս առաջ էր երևի, առաջարկ արեցի, որ քաղաքական դաշտը սկսենք համախմբել, ես ինքս էի զանգում քաղաքական գործիչների, որ ստեղծենք մի կոմիտե ազգափրկիչ, որտեղ կարևոր նախապայմանը պետք է լինի, քաղաքական գործիչը արյան վրա երթում տա, որ երբեք չպետք է համագործակցի նախկինների եւ ներկաների հետ, որ մենք մյուս ընտրություններին ունենանք հաղթանակ, ժողովրդական հաղթանակ։ Ուրեմն այս րոպեին այդտեղ կան հասարակական շատ լավ գործիչներ կան, դա ես կհամաձայնացնեմ, վերջում կհայտարարեմ,
Ես չկամ, ես քաղաքական գործիչ չեմ, ես իմը լրատվականն է, էլի սենց ասած կամ քննադատական, էլի։ Այս րոպեին այդտեղ կան սենց ներկայացված են օրինակ դոկ կուսակցությունը Անի Խուդավերջյանը մանդատ ունի խոսալու ու շփումներ կան, անում են մարդիկ Արտակ Նախերիմյան համահայկական միաբանության Եվս կա կուսակցություն, ես վերջնական կիմանամ հետո միգուցե հենց Արտակի հետ անենք մի ուղիղ եթերի պես մի բան իրար հետ, որտեվ կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են այս կոմիտեի գաղափարով, ազգափրկիչ էլի, որ հիմա զբաղվում ենք դրանով, էլի։ Հենց որ տականքները թող մաքրվեն, ինչպես Էդմոն Մարուքյանը դուրս թռավ, ինչպես Բժիշկը Հայկ Մանասյան, ինչպես եւ Կարեն Արայանը, նրանց տականքներ չհամարենք, ես ասեմ նույն բժիշկին էլ, Կարեն Արայանը վատ մտքեր չունի այդ տղան, պարզապես ես դրա չես հասկանում, ինչ անելու մենակով էլի։ Բժիշկն էլ միգուցե վախենում է իր լիցենզիան չկորցնի, որպես բժիշկի էլի, այդ արտոնագիրը կամ բան իշխանություններից վախենում է դրա համար հրաժարվեց։ Հենց որ վախկոտները մեր ազգում շատ են, էլի, հիմարներն ու վախկոտները, սենց կարելի ասել։ Տականքը ստեղ մենակ բանն է։ Էդմոն Մարուքյանը, որ տեսանք, Աղազարյանի քամագը ոնց էր լպստում, վարչապետի աթոռ էր տեսել երազում։ Այսքանը կան նորություններ հետաքրքիր, կճշտեմ կասեմ, ովքեր են։ Նայեք, այս հարթակը բաց է, հարգելիներս, հասարակական գործիչների համար են։ Հարգված մարդկանց, ովքեր հասկանում եք, ում սիրտը ցավում է, ում լավից վատից ժողովուրդը ճանաչում է, էլի, ունեն տեղ գալու, միանալու, շուտով մենք խոսում ենք, էլի, ոնց պետք է լինի այդ մարդիկ, որտեղ են հավաքվելու, որտեղ են կապի դուրս գալու, հասկանում եք, դրանց մասին հենց երեկ ենք խոսում, մոտակա օրերը սենց կպատմեմ, հենց որ սայլը տեղից շարժվում է, էլի։ Պաուլ Հայրիկյանի հետ կապված ես մեկ ուզեցա նրան չեմ կարողանում կապի դուրս գամ, ասում են տարիքով մարդ է, սա ձայնագրություն չի կարդում բան։ Մի խոսքով չգիտեմ, ինձ մեկ-մեկ մտածում է, այս 5 գվարդիան որ կա, պետք է ուղարկենք քաղաքական աղբանոց, էլի, կամ դամբարան, մտցնենք, փակենք մնան։ Որտեվ նույն Շանթ Հարությունյան, Պարուր Հայրիկյան դրանք թույլ տվեցին այդ խայտարակ զինադադարը, որ մենք կնքեցինք, ու այսօրվա Հայաստանը հասել է նրանց, սենց ասած, օրոք։ Նամանավանդ հենց Պարուր Հայրիկյան, Շանթ նույն երկու ազգայնական։ Նրանց օրոք փակվեցին ատոմակայանները, նրանք են կանգնած այդ դեգեներատների կողքին, են Խաչիկ Ստամբուլցյան, Վազգեն, բան, այդ Լևոն, որ այդ տնտեսական կատաստրոֆային ասավ Հայաստան, էլի։ Նենց որ այս 5 վարդյան, եթե ինձ մնա, էլի, ես քաղաքական որոշում չեմ կայացնում, էլի, կոմիտեն ինքը իր որոշումները կկայացնի։ Ինձ մնա այս նախկին զբռոդը, ասենց ասած, կգցենք ջուրը կքաշեն կգնան, պատմության կոյուղիները, էլի, քաղաքական սենց։ Այսքանը հարգելիներս, երևի ոչ մի բան բաց չթողեցի, Պարոն Դերլուքյանի հետ կապված, եթե Սփյուռքից կամ ստեղից կան մարդիկ, փոխանցեք իրեն, իրա կարիքը ժողովուրդը ունի, ու իրա օգնությունը շատ մեծ կլինի, որ ազգը միամտվի և համախմբվի, էլի, մտավոր միաբանություն մտնի ժողովրդի մեջ, որտև պառակտված է Եվրոպա մետ, Ռսա մետ, ընդեղ Մարսա մետ, Պարսկա մետ, Թրքա մետ, այսքանը, անելիքներ շատ կան, աշխատանքներ շատ կան, ոնց որ զբաղվում ենք, մտածում ենք ու տարբեր ելքեր ենք փնտրում։ Տեսեք, կարիք կա այդ կոմիտեին պետք է լինեն Սփյուռքից ներկայացուցիչներ, եւս, տեսեք, հենց Ռուսաստանից դեռևս չկա մարդ, փնտրում ենք մարդ, որ կարող է այդ կոմիտեին կուզենա օգուտ բերի, ցանկացողները դուրս եկեք կապի, կամ իմ հետ, կամ Խերիմյան Արտակին զանգեք, հեսա ես համարները կբանանեմ օրվա մեջ կտեղադրեմ, որ գտնեք,
Կամ կզանգեք արդեն ինձ, ես կփոխանցեմ համարը։ Մի խոսքով, այսքանը գործով է պետք զբաղվել, թե չէ Նիկոլը Հայաստանը տանում է բան։ Իր աթոռի համար պատրաստ է զոհաբերի տարբեր զիջումներով, կարևորը քաղաքական դիվիդենդ աշխատի մյուս ընտրություններին իբր որ հաղթի։ Բայց առրա Նիկոլ դու չես հաղթելու։ Մենք ենք հաղթելու։